Իշխանությունը վեհապարին գահընկեց անելու գործընթաց է սկսել, ինչպես եք վերաբերում դրան։ Իհարկե բացասական, որովհետև մենք քրիստոնյա ազգ ենք, առաջին ազգերից մեկն ենք, որ ընդունել ենք քրիստոնեությունը, ու դա պիտի հավերժ մեր հետ լինի։ Ես կարծում եմ, որ մենք պետք է մեր արժեքները պահենք։ Շատ վատ, որովհետև ինքը իրավունք չունի վեհապարին հանի կամ դնի, ինքը օծված է, ինքը պետքա ծառայի ինչքան պետքա, մենք իրանից գոհ ենք։ Նիկոլը թող իր սխալների համար մտածի, որ մարդկանց այսին ճզմում է, քամում է։ Ինչ նկատի ունենք թոշակները, որ մեզ ինքը իր մի օրվա ծախսել չի։ Այդ մեր թոշակը մի օրվա ծախսել, ինքը մարդը ուզում է ապրի, մենք չենք ուզում։ Եթե կարող է թողանի, ինքը պիտի անի։ Իրանն է եկեղեցին վեհապարը, ամբողջ հայությանն։ Հիմնավորում են, որ ծառայում է մայրաթորը վեհապարը օտար երկրներին, քաղաքականության մեջ են եկեղեցական։ Թող տեսնենք, թող ցույց տա, իսկ ինքը ումն է ծառայում։ Ես ունեմ մեկ հավատք, մեկ եկեղեցի, մեկ առաջնորդ, ուրիշ բան չունեմ ասել։ Պետք է միաբան լինեն, միասնաբան լինեն իրանք, մեկ պետություն լինենք, եկեղեցին եւ պետությունը։ Այսինքն դուք չեք կարծում, որ վեհապարը պիտի հեռանա։ Դե արդեն ես իմ գործը չի, ես չգիտեմ կհեռացնեն թե չեն հեռան, բայց իմ համար աղոթքը եկեղեցին իմ սրբությունն է։ Ես Երևանի Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու դպիրներից եմ, որ տեղեկացա, որ մեր ամենայն հայոց հայրապետի անունը զեղչվել է եւ դրա համար չցանկացա մասնակցել պատարագին։ Եթե մի պատարագ լինելու է եւ այնտեղ չի հնչելու մեր ամենայն հայոց վեհապարի անունը, այնտեղ իմ ներկա գտնվել անիմաստ է եւ ոչ միայն իմ ներկա գտնվել, նույնպես նաեւ մնացած հավատացյալների, որոշ հավատացյալների։ Բայց այնտեղ էլ կան հավատացյալներ։ Իհարկե կան։ Դա իրանց կամքն է։ Դուք երբ դպիր եք լինում պատարագների ժամանակ միշտ է հնչում վեհապարի անունը։ Իհարկե։ Վերջին մեկ ամսում նույնպես երբ անուշավան եպիսկոպոսը միացել է հակապատմոպոսական արշավին։ Եկեք սրբազանների հարցին չպատասխանում, լավ, 10 եպիսկոպոսների։ Ես սրբազանների մասին չեմ հարցնում, վերջին պատարագների ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում դրանց, հնչում է վեհապարը։ Իհարկե, մեր ամենայն հայոց հայրապետի անունը հնչել է։ Ինչ եք կարծում, ինչով կավարտվի եկեղեցի իշխանությունը այս թվականին։ Աղոթենք, որպեսզի այս ամենի վերջը բարի լինի։ Իմ ասեք, սիրելի հավատացյալներ, սիրելի հայ ազգ, աղոթքով, սիրով ամեն ինչ հնարավոր է։ Ձեր սուրբ ծնունդը շնորհավոր։ Մի հարց, դուք վարչապետի կոչով եք եկել այսօր, թե միշտ։ Չէ, ես միշտ գալիս եմ։ Իսկ նրա օրակարգը պահանջը կաթողիկոսի հեռացման։ Ինչ եք մտածում։ Լրիվ կիսում եմ։ Կարծում եք պետք է։ Մեր վարչապետը լրիվ ճիշտ է իր բոլոր քայլերում։ Եկեղեցին թող մեծ քաղաքականությունով չզբաղվի առաջ երթին։ Ինչ որ եկեղեցին ինչ գործ ունի քաղաքականության հետ։ Հերու բաներ են դրանք իրարից։ Կիսում եմ լրիվ։ Սահմանադրությունը ուղիղ արգելք է դնում, որ պետությունը եկեղեցին։ Հա, բայց սահմանադրությունն էլ չի ասում, որ եկեղեցին պիտի քաղաքականության մեջ խառնվի, չէ՞։ Ինչ ասելա օրտնումա այն սրբազան կոչվածի անունն ինչ էր, որ հիմա բանտում է։ Ինչ ասելա դրան օրտնես գնա քաղաքականությունով զբաղվի, կեղնի դենց, չեղնի։ Այ մարդ, մեր ղեկավարը ճիշտ անում, ինչ անում է ճիշտ անում, հասկացանք։ Սխալ քայլ չանում։ Համարյա միշտ պատարագի չէ, բայց եկեղեցի հաջողվում եմ, այսօր ինչ-որտեղ ավելի էդի բան արեց, արագացրեց։ Այսինքն կիսում եք օրակարգը կաթողիկոսի։ Լրիվ։ Մայրաթորը այս ամբողջ ընթացքում ասում է, սա ներքին հարցեր են, պիտի քննարկվի եկեղեցու ներսում։ Գիտես ո՞ց, այդ ներքին հարցեր արդեն բան եղել, դուրս է եկել։ Էդի ներքին չէ, եթե մայրաթորը զբաղվում է ժողովներով, գաղտնի բաներով, էդի արդեն ներքին չի։ Երբ որ ուրիշ մոմենտ կլինի, թող ներքին հարցեր, եթե ներքին էլ էր արդեն վարչապետ մեր կաթողիկոս արդեն շուտուց պետք է ներողություն խնդրեր հելներ։ Ինքը արել այն ինչ որ պետք չէր անել։ Ինչի է նորից նստել, նորից ուզում իր թեմով էսի միջով դիակ ավելի ճիշտ կլանով առաջ գնել չեմ հասկանում։
Այսպես հավատում եմ Աստծուն, ուզում որ ճիշտ լինի ամեն ինչ, հավատքով լինի։ Ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ ամեն Կիրակի գալիս եմ։ Իսում եք նրա օրակարգը կաթողիկոսի։ Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել։ Ոչ, չեմ ուզում խառնվել։ Իսկ ամեն դեպքում մտահոգություններ չունեք այս ամենի հետ կապ։ Այո, շատ մտահոգված եմ։ Շատ մտահոգ եմ, այո։